Տելեգրաֆիկան ինչ է։ Հարգելիս, մի քիչ դրամաբանությունը որ ունենաք, կդրամաբանեք, որ տելեգրաֆիկան դա իմ ազգանվան եւ գրաֆիկայի խառնուրդն է։ Այս պլիտայի ձայնը ահավոր է։ Այո, շարունակում եմ նկարել գրիչով նկարներ։ Հենց այս պահին մի հատ նկար կա դիմացս, պրոստը չեմ ուզում ցույց տամ, որ անակնկալ լինի։ Այս էլ գրիչը, մի քիչ հետո գործի եմ անցնելու։ Արդեն գրեթե տենց մի 30%-ը նկարել եմ, հենց ավարտեմ կտեղադրեմ։ Եթե տրամադրություն չունեցար ու մատիտը վերցրեցիր, կփչացնես նկարը։ Իսկ եթե խանդի առիթ տալիս են, հարգելիս, խանդող մարդու համար պարտադիր չի դու իրան առիթ տաս։ Ինքը այդ առիթը իր մտքում արդեն մի քանի անգամ աճացրել է, ջրել է, բերքերն էլ հավաքել է։ Ասենք դու կարող ես հեռախոսը ձեռդ վերցնես ժամը նայես, իրան թվա ուրիշին ես պատասխանում։ Այդ առիթ տալը, իհարկե ոչ։ Կա հիվանդագին մոտեցում ամեն հարցին, այդ խանդն էլ է տենց լինում։ Ինքը ոնց որ չեղած բանի մասին ահազանգ է։ Ինչի է խանդ։ Ասենք որ դավաճանություն է լինում, նորից չէ իմանում, որ դավաճանություն է ու սխալ բան է եղել։ Իսկ խանդը ոնց որ դու դրթես մարդուն, այսինքն խանդը կարող լինի տարբեր դրդապատճառներից։ Մեկը ֆինանսի կորուստ, ուշադրության պակաս, որը շատ կանանց մոտ է։ Տղամարդկանց մոտ իր էգոիզմի դրսևորման խանգարում։ Ինքը խանդում է, որովհետև իր էգոն է ուզում այդ։ Ցանկացած խանդ դա հիվանդագին բան է, երեխեք ջան։ Այդ արդեն հակում է։ Եթե խանդը կա, այդ նշանակում է, որ ախտաբանական վիճակին էլ է հասնելու։ Այն մարդը, որ ունի խանդ, ինքը չի կարող իսկական սիրով սիրի դիմացինին։ Այսինքն ինքը նախ իրան չի սիրում։ Եթե մարդը իրան չի սիրում, ինքը դիմացինինը չի կարող սիրի։ Եթե մարդը ինքը իրան սիրում է, ինքը ոչ մեկին չի խանդի։ Իսկ անտեղի զայրույթը ամուսնու կողմից ինչից է։ Գիտեք, պատճառները բազմազան են։ Ես ինչ իմանում, կարող է այդ մարդը այդ օրը չի հասցրել իր հաշիվները փակի ինչ-որ մեկի հետ, կարող է փորնա ցավում, կարող է, չգիտեմ, աշկնա ցավում, մի խոսքով, այնքան շատ պատճառներ կան։ Օրինակ մասնագետներ կա, ասես նստում են հարցազրույցների ժամանակ, ու ասես մի երկու հատ բան են լսել, դա այս ինչ բանից է, այս ինչ տրավմայից է, կոնկրետ տրավմայի անուն են նշում։ Մեկ էլ այս ինչից է։ Այն որ այս կյանքը այնքան բազմազան է, այդ դու ոնց իմացար, որ այդ տրավմայից է, կոնկրետ։ Այդ խաղի մասին ես խոսացել եմ, բայց ես ինչի պետք է խաղայի։ Ու անուղեղ չեմ։ Տենց խաղեր չեն խաղում, երեխեք ջան, հեռու մնացեք տենց խաղերից։ Ձեր գիտակցությունը ոչ մեկ իրավունք չունի բխտորի մտնի, հրահանգներ տա։ Օրինակ, այն մի հատ բլոգեր կա, Մարիա Բագինյա, դրեց սաղ կյանքը պատմեց, սաղ իմացան ինքը ինչ ոնց, երբ, խի, ամբողջ համացանցը իրանը քննարկում, մի խոսքով չի կարելի էլի այդքան բաց լինել մարդկանց համար, այդ ամենասխալ բանն է։ Կան բաներ, որ պիտի մարդիկ չիմանան ձեր մասին, այդ բոլորին է վերաբերվում, որովհետև ամիամտություն է, երբ որ դու վստահում ես այդքան մարդու ու պատմում ես քո պատմությունը։ Խոսքով, այդ շատ բաց վիճակները, որ ցույց է տալիս իր պրոթեզը հանելը, դնելը եւ այլն, ախր շատ հակահիգենիկ է, ոչ միայն այտենց չես սիրվի, այտենց չես ունենա աուդիտորիա, նորմալ աուդիտորիա։ Ինքը այս վերջերս համոզվեց, որ իր հավաքած թիմը ընդամենը բռակ էր, որովհետև ինքը ունեցավ խնդիր մոնետիզացիայի հետ կապված ու հասկացավ, թե ինչերի է իր կողքը հավաքել։ Մենակ ասեմ, որ Ջոկոնդայի նկարը սաղը հավանում են, իմ համար մութը, ինչն է մութ, որ բոլորը հավանում են այդ։ Ճիշտն ասեմ, Դա Վինչին որպես նկարիչ այդքան էլ ստացված չի։ Ինքը ավելի շատ գյուտարար է, ստացված գյուտարար է։ Հա, սկեչներ շատ ունի, շատ հետաքրքիր ձևով արված, ուսումնասիրել է անատոմիա, ամեն ինչ ուսումնասիրել է, բայց նես չի իր մոտ լավ է ստացվել, չէ։ Երևի հենց այդ տանջանքը, այդ որ ինքը լավ չստա, իր մոտ նկարելու ձիրք կար, բայց նես չի ինքը այն 100%-անոց նկարիչներից է, չէ։ Դե սա հավանում են, որովհետև դրած է առանձին տեղ թանգարանում ու նենց տպավորություն է, որ բոլորը պիտի գնան ու հավանեն, դրա համար են հավանում։ Մասսայական հիպնոզ է։ Դուք գիտեք, որ կան նկարներ, որոնք շատ ավելի խորն են, շատ ավելի ստացված են։ Պրոստը ինքը այնքան շատ է աշխատել այդ նկարի վրա, որ ուղղակի այդ տանջանքն են գնահատել։
10 քանի տարի, հա, եթե չեմ սխալվում, այդ նկարի վրա է աշխատել։ 10 քանի տարվա մեջ իմ տատը, որ նկարչությունից կիլոմետրերով հեռու է, ավելի ստացված նկար կստանար։ Բայց այն նկարիչները ինչ ասեն, որ պատվերով են նկարում ու վրաները ժամա դրած, 2 օրվա մեջ կտավ պետքա մարդը նկարի։ Այ նկարիչը է դա, որտեվ տաղանդը հենց այդտեղ է, որ դու ժամանակի մեջ տեղավորվում ես, քո իմացածն ու չիմացածը հավաքում ես ու կարողանում ես ժամանակի մեջ տեղավորվես պատկեր ստանաս։ Եթե դու մուսան գալիս է տենց տարին մեկ, մի հատ կտավ մի տարվա մեջ ես նկարել, դու նկարիչ չես։ Այդտենց այնքան մարդ կա նկարում է։ Նկարիչը պիտի սիստեմատիկ նկարի։ Տարվա մեջ մի հատ կտավով դու չես աճում։ Բան չունեմ ասելու, կան աշխատանքներ, որ շատ դետալներով է, դրա համար է մի տարի տևում։ Բայց կոնկրետ նկարիչներ կան, որ նայում ես մի տարվա մեջ է նկարել, բայց ոչ մի դետալի վրա չի աշխատել։ Նորմալ։ Ինքը քանի որ գյուտարար է եղել, ինքը շատ հետաքրքիր մարդ է եղել, շատ խելացի մարդ է եղել։ Իր սկեչները, որ նայում ենք, չէ, այդքան բանը ոնց է իր մտքով անց է, ես զարմացել եմ ուղղակի, իր հանճարով։ Բայց որպես պրոֆեսիոնալ նկարիչ ավելի ուժեղները կան, իրանից ուժեղները կան։ Խիահին նկարը թանկ, ոչ թե նկարն է թանկ, հին նկարը, այլ թանկ է այն պատճառով, թե ով է նկարել։ Տեսեք, այն թվերին, այնպես չի մենակ Դա Վինչին է նկարել, այնքան ուժեղ հզոր նկարիչներ են եղել, պրոստը իրանք չեն կարացել իրանց ճիշտ ներկայացնել, չեն եղել այն հանճարը, այն մարդը, ով որ իր աշխատանքները, իր խելքի խարիզմայի շնորհիվ կհասնի մեր օրեր։ Այսքան մարդ է ինձ նայում։ Ես չեմ կարող քեզ պատասխանեմ հիմա, որտեվ քո նման անտեր շուն չեմ։ Ես ունեմ հարազատներ, ովքեր իմ էֆիրը նայում են, ինձ հետևում են։ Դրա համար ես չեմ կարող իմ բերանը լափառոշ բացել։ Ոնց ես պատկերացնում, ես իջնեմ իրանց մակարդակին։ Ու հետաքրքիր էր, որ աղջիկա պրոֆիլ էր, ու ես չեմ զարմանա, որ այդ աղջիկ լիներ։ Այս վերջերս աղջիկների կերպարը այնքան է էժանացել, բա սրանց համար ենք պայքարում։ Այդ կարգի։ Այո, արվեստից խոսացող մարդը ու մարդը, ով նաև մագիստրոս է, հոգեբան է, ինքը չի կարող իջնի այդ մակարդակին։ Բացի այդ, որպես մարդ, առանց այդ գիտելիքների էլ։ Ջան, հավատացեք, հնարավոր է նաև աղջիկ լինի։ Ես ասում եմ, այնքան բան եմ տեսել վերջի 4 տարվա մեջ, 5 տարվա մեջ, որ արդեն ես ոչ մի բանի վրա չեմ զարմանում։ Ձեր գործերը որտեղ տեսնենք։ Իմ գործերը հարգելի օգտատեր, կարող եք տեսնել իմ էջերում, ես կամ նաև Facebook-ում, կարող եք գրանցվել իմ Facebook-յան էջին, Instagram-ում էլ կամ, YouTube-ում էլ կամ, բայց հիմնականում այստեղ արվեստի հետ կապված գործերը լինում, վիդեոների տեսքով։ Դեռևս այդքանը։ Այս ամենալավ կոմպլիմենտն էր։ Ես ChatGPT-ից հետաքրքիր եմ։ Ամեն բնագավառում կաք էլի։ Հա, փորձում եմ լինել։ Այս կյանքը կարճ է, ամեն ինչի մեջ էլ պետքա լինել։ Իհարկե լավ բաների մեջ, մենակ երեխեք ջան։